Ինչի պիտի Զելենսկին Երևանից հայտարարի, թե խփի Մոսկվային ու կվերացնի Մոսկվա քաղաքը։ Ռուսաստանում անգամ շատերը համարում են, որ Ռուսաստանը դավաճանեց Հայաստանին։ Չի ասվել, որ Ռուսաստանը արասա։ Մարդիկ, ովքեր պնդում են, որ Հայաստանում հիբրիդային պատերազմ են մղում եւ բերում են տարբեր օրինակներ տեղեկատվական խեղաթյուրման եւ այլն, իրենք էլ նաեւ խեղաթյուրում են այս գաղափարները, այս մտքերը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև անպայման պետք է լինի հայկական պետություն։ Ամեն գնով բանակ մտցրել։ Բարեկամներ, ողջույնները, սկսում ենք Ստատուս Քվոն։ Ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, այսօրվա իմ զրուցակիցը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է։ Պարոն Բագրատյան, ողջունում եմ ձեզ։ Մենք այսօր շատ հարցեր ունենք քննարկելու ձեզ հետ, ինչպես միշտ դուք ասելիք շատ ունեք, բայց մինչև անցնելը այդ հարցերին ես ուզում եմ ձեզ հետևյալ ձեզ վերագրվող միտքը կարդալ եւ լսել ձեր մեկնաբանությունը։ Դուք նշված է, որ դուք ասել եք հետևյալը. Ռուսաստանը պետք է անհապաղ թանկացնի գազի գինը, արգելի ՀՀ-ի գյուղմթերքը եւ արտաքսի աշխատանքային միգրանտներին, որ Նիկոլ Փաշինյանը եւ իրեն սատարող ժողովուրդը հասկանա Մակրոն խաղացնելու եւ Զելենսկի հրավիրելու գինը եւ ինչքան ես եմ անձամբ դիմում եմ ՌԴ Ռուսաստանի Դաշնությանը, խնդրեմ, որ այդ 3 քայլը կատարի, հերիք եղավ, բոլ եղավ։ Ուրեմն այդպեսի բան բացարձակապես չի եղել եւ դա ենթադրում եմ, որ Հայաստանի իշխանությունների անվտանգության մարմինների պատվալներում մոգնած միտք է։ Չկա այդպիսի միտք, չկա այդպիսի վիդեո, չկա այդպիսի բան, վկայակոչում։ Այսինքն սա մարդիկ, ովքեր պնդում են, որ Հայաստանում հիբրիդային պատերազմ են մղում եւ բերում են տարբեր օրինակներ տեղեկատվական խեղաթյուրման եւ այլն, իրենք էլ նաեւ խեղաթյուրում են այս գաղափարները, այս մտքերը։ Բայց դուք ինչ-որ բան մոտավոր ասել եք այդպես։ Ոչ մի բան։ Բացարձակապես։ Եղել է դա արել են, որ իբր թե դա Մոսկվայում այդ Լազարովյան ակումբի ժամանակ հարցազրույցն եմ ասել, մարդիկ ասել են ինչ կարա լինի, ասել եմ դե բոլորդ էլ գիտեք, որ այս լծակները Ռուսաստանի ձեռքում են։ Բայց չի ասվել, որ Ռուսաստանը արասա։ Պարոն Բագրատյան։ Այսինքն, եթե հիմա տեսեք, ես չեմ ասել ոչ մի բան իմպորտի մասին, բայց եթե հիմա Ռուսաստանը հետևի հայկական կոնյակի ներմուծող ու պարզի, որ դրա 80%-ը մեջը խաղող չի պարունակում, 80%-ը, բացի Երևանի կոնյակ գործանից ու գուցեև 1-2 գործանից։ Դրանից հետո մենք ասել ենք Ռուսաստան դու մարդ չես։ Ինչ Ռուսաստանում տամոժնայում այսքան պորտատիվնի կոմպյուտերի չափ խրոմատոգրաֆ չկա, որ ամենջապես ստուգեն գործ ունեն դիստիլյատի հետ, թե ռեկտիֆիկատի հետ։ Բայց եւ արդեն վաղուց իրենք գիտեն ինչ է։ Իրենք շատ լավ չգիտեն, թե որը ինչա, ինչն է։ Բայ չկա։ Իսկ նման խոսքեր չեն եղել բացարձակապես։ Այդ ին վերադառնալուց հետո մոգոնեցին դա, բայց ես նույնիսկ չեմ տեսել, որ այդպիսի վիդեո, որ ես այդպիսի բան ասացել եմ, գոնե վիդեոն կեղծեին, դա էլ չեն արել։ Ձայնը կարող էին կեղծել։ Կոպիտ ֆեյք է։ Դա ֆեյք է։ Պարոն Բագրատյան, դա իսկ հիմա հասկանանք ինչը ֆեյք չի հայ-ռուսական հարաբերություններում, անընդհատ մի թևը պնդում է, որ տեսեք Հայաստանը արդեն Եվրամիության անդամ է, Եվրամիության լիդերները այստեղ են, հրաշալի է դա Հայաստանի տեսալելությունը բարձրացրեց։ Մյուս կողմից Փաշինյանը հայտարարում է, որ ոչինչ ինքը չի անում, որը հակասում է Ռուսաստանի շահերին, բայց նաև գործում է Հայաստանի շահերի տրամաբանության մեջ եւ երբեք ինքը այսպես ասած այդ տրամաբանությունը դուրս չի գալու։ Հիմա որտեղ է իրականությունը, իրական Հայաստանը Ռուսաստանի դեմ է գործում, թե Ռուսաստանն է Հայաստանի դեմ գործում, թե հակառակը։ Հերթով գնանք։ Հայաստանի իշխանությունները, որպեսզի երկարաձգեն իրենց իշխանությունը, մոգոնել են Եվրամիության հետ ինտեգրվելու, Եվրոպա գնալու հեքիաթը։ Մենք դեռ ոչ մի անգամ ոչ մի եվրոպացուց չենք լսել, ողջունում ենք ձեզ, եկեք մտեք process եւ դարձեք տեխնացու։ Որոշ ինչ-որ բաներ եղել են, խորհրդարանում են եղել։ Մի բան ասեք։ Կոնկրետ որևէ պաշտոնական հայտարարություն ասեք։ Իդեպ, այստեղ կայացավ Եվրոպայի քաղաքական համայնքի հանդիպումը։ Քաղաքական համայնքն հավանություն տալիս ինտեգրման նման գործընթացներին։ Ոչ մի խոսք չեղավ ոչ մի կողմից։ Քաղաքական համայնքն էլ տարեկան 4 անգամ հանդիպում են, 50-60 հատ տենց հանդիպում եղել է։ Հաջորդը Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում Ռուսաստանի շահերին դեմ։ Նիկոլ Փաշինյանը չէր համաձայնում Զելենսկին գա Երևան։ Եվ ինչի պիտի Զելենսկին Երևանից հայտարարի, թե խփի Մոսկվային ու կվերացնի Մոսկվա քաղաքը։ Դա չի նշանակում անել։
Հարթակ է տրամադրել։ Այսինքն հիմա ինքը անում է, թե չի անում։ Անում է, իհարկե։ Նիկոլ Փաշինյանը հստակ անում է հակառուսական քաղաքականություն տանում է։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայի հետ միասին այսօր Հայաստանը հանդիսանում է այն թշնամի պետություններից, այն երկու թշնամի պետություններից մեկը, որը Ռուսաստանի դեմ է։ Ռուսաստանը Ադրբեջանի հետ է շատ լավ հարաբերությունների մեջ։ Ինչ։ Ռուսաստանը Ադրբեջանի հետ։ Իրենց գործնայթի մեզ չի վերաբերում։ Բայց մեզ պիտի վերաբերի, թե իրանք ինչ խնդիր ունեն։ Մեզ չի վերաբերում Ռուսաստանը նախ Ադրբեջանը շատ լավ հարաբերության մեջ չի, չգիտեմ։ Ռուսաստանը Ադրբեջանի Թուրքիայի հետ հետևյալ հարաբերությունների մեջ է 1920 թվականից ի վեր։ Ես նկատի ունեմ Լենինի նամակը Չեչերինի եւ կոպիանել ուղարկել էր Ստալինին, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ անպայման պետք է լինի հայկական պետություն։ Ամեն գնով բանակ մտցրեք, որ եթե Թուրքիան ու Ադրբեջանը միանում են, դա արդեն ուրիշ բան է ստացվում Ռուսաստանի համար։ Այս դրա համար ենք ասում, եթե խոշոր երկրներից կա մեկը, որը կենսականորեն շահագրգռված է Հայաստան պետություն գոյության մեջ, դա Ռուսաստանն է։ Ուզում է Եվրոպան Հայաստան լինի, միգուցե, բայց ասում եմ ես մատս չեմ թույլ տա իմ մատը մի հատ վերք լինի ձեր պատճառով։ Բայց Ռուսաստան, պարոն Բագրատյան, Ռուսաստանում անգամ շատերը համարում են, որ Ռուսաստանը դավաճանեց Հայաստանին։ Այնպես չի, որ Հայաստանը վեր կացավ եւ որոշեց Ռուսաստանի դեմ լինել։ Հրավիրել եք ինձ։ Այո։ Ես Պլատոշկինը չեմ։ Գիտեմ։ Ես Հրանտ Բագրատյանն եմ։ Հնարավոր է Պլատոշկինն էլ այդքան չհասկանում։ Կամ Ալեքսանդրովը։ Ես այդ բոլոր մարդկանց անձամբ գիտեմ։ Նու Օղորմացիկ Տարասովին վերջերս մահացավ, բոլորին ես գիտեմ։ Բոլորին Արեշևին գիտեմ, չգիտեմ, որոնք էական Նադիային Ռաևսկուն գիտեմ եւ այլն։ Այսինքն Ռուսաստանը ոչ մի Դուք նրանք իրենց կարծիքն ունեն։ Պլատոշկինը չի կարող պատկերացնել Ռուսաստանի ընդհանուր գեոպոլիտիկ շահը։ Ես ասում եմ, երբեք Ռուսաստանը մտադրություն չի ունեցել համենայն դեպս վերջի 200 տարում Հայաստանը ոչ չասելու թակարակը Հայաստանը ոչ չասման եզրին Ռուսաստանը փրկել է։ Փրկել է ինչպես 1828-ին, երբ եկավ գրավեց Հայաստանը, տեսավ Հայաստանում հայեր քիչ կան, բանը դեսպանը կազմակերպեց հայերի վերադարձը Պարսկաստանից, հա, Պասկևիչը։ Հասկանում եք։ Այնպես որ պետք չի բան սովորացնել։ Այլ հարցը, որ մենք ավելի բան ենք սպասում։ Մենք սպասում ենք, որ Ռուսաստանը հենց մեզ Ադրբեջան ասի, քո թանը թթու է, Ռուսաստանը խփի Ադրբեջանի աչքի տային, անի չէ։ Ռուսաստանն ասում է, ես իմ շահերն ունեմ։ Պարոն Բագրատյան, ճիշտ ասած չեմ ուզում այդ ուղղությամբ հիմա գնանք, որովհետև այնքան է խոսվել այս թեման, բայց եթե այդքան Ռուսաստանը պաշտպանում է, բա ինչի ջերմուկի դեպքերի ժամանակ Ռուսաստանը մի ծպտուն չհանած այդ դեպքում։ Հերթով գնանք։ 1921 թվականի 2021 թվականի հունվարին, 2021 թվականի մայիսին Ռուսաստանն առաջարկեց ֆիքսենք, որ 1926 թվականի քարտեզով սահմանազատում պետք է։ Հայաստանի պետությունը անձնեց Նիկոլ Փաշինյանի մերժեց։ Ասես մենք թազա սահմանազատում ենք անում։ Ինչի մերժեց, չէ՞ որ ռուսական պրոյեկտով մեզ հասնելու էր 30-31000 քառակուսի կիլոմետր։ Մերժեց շատ հասարակ տրամաբանությամբ։ Իրան Ալիևն ասել էր կմերժես։ Ալիևը միևնույն ժամանակ հայտարարեց, ես չեմ ճանաչում Հայաստանի որևէ սահման։ Այո, ես ընդունում եմ, որ մենք պետք է սահմանազատում կատարենք Ալմատայի հռչակագրի համաձայն։ Բայց այդ Ալմատայի հռչակագրից ելնում է որ սահմանը Հայաստանի։ Այստեղ ձեր խոնարհ ծառա Հրանտ Բագրատյան ասել չհասկացա ընկերներ, հələ մի րոպե սպասեք էլի։ Հələ 26 թվականին մեզի լավություն անում Պուտինը։ Հայաստան դու համաձայն չես դրան։ Բա Հայաստան 88 թվականի հունվարի 12-ին սահմանազատված ու սահմանագծված է սահմանը։ Նոր։ Դու ես ինչ թազա սահմանագծում ես անում, դա նշանակում է, որ լինելու է ի վնաս Հայաստանի։ Կամ ինչպես հայտարարում 29743 իրականում շատ է։ Կամ ինչպես նոյեմբերի 9-ի համաձայնագրը, օրինակ Ղափանի կամ Վարդենիսի հատվածում ընդ գրած էր զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանած են։ Ինչի՞ մեր զորքերը տեղ կա 70 կիլոմետր հետ բերիր։ Դա Սևլիճը, այնտեղ Գորիսի հատվածը։ Ինչի՞ տվիր։ Վարդենիսի հատվածն է։ Օրեցօր Ադրբեջանը լկտիացավ։ Ռուսները սկսին ասել, լավ չհասկացանք, հարգելի Հայաստան։ Դուք հիմա սահման չունեք Ադրբեջանի հետ։ Չէ։ Բայց եթե գնում ես սահմանագծելու, սահման չունես։ Ռուսական զորքերը ամենուրեք մեր թուրքինքին կայնացին Վարդենիսում, դեպքերը տեղի ունեցան 2022 թվականի սեպտեմբերի 19-ից 22-ը։
Վարդենիսում ռուսական զորքը մեր զորքի թիկուն կայնացել, բայց հետ զգալիորեն հետ քաշված, որտեղ արդեն հայկական բնակավայր կար, որ հաստատ սահմանի գիծը այդտեղից հետ չի լինի։ Սև լճում եկան կանգնեցին, թիկուն ջերմուկում չեն իմացել, որ ջերմուկում հնարավոր է հարձակում, չեն կանգնել։ Կամ էլ դու ես ասել, կարող էին ընդհանրապես չկանգնել։ Դու ես հայտարարել, որ մեր սահմանները նոր պիտի գծենք։ Հիմա էլ սահման չունի գծած։ Նոր չեկավ այն բանը, այն եկավ հաթաթան տվեց գնաց, այն ինչ էր այն փոխվարչապետի Ադրբեջանի։ Եկավ մեր Գրիգորյանն հաթաթա տվեց գնաց։ Ասեց, ինչ եք գծում, ասեք ինձ Գևորգ։ Օրինակ, Սևանա լճի ափի այն կողմից կամ Սյունիքում ինչ սահման եք գծում։ 88 թվականի հունվարի 12-ին ստորագրել են Մովսեսյանը եւ Մամեդովը Ադրբեջանից։ Միակ փաստաթուղթն է, որ Ադրբեջանն լիովին ընդունել է մեր սահմանները 975 կիլոմետր։ Բրոյ ավանտյուրից դու սա սպասում ենք, որ դու Ենոկովան գյուղից գաս, մեզ խապես ցենց ավանտյուրաներով զբաղվես։ Հետո էլ քսես ռուսների ջեբը։ Պարոն Բագրատյան։ Տեսեք օրինակ, դուք մտավորական մարդ եք։ Դուք օրինակ այս ձևի տրամաբանություն հանդիպել եք։ Բայց ռուսը ինչ անի, եթե դու իրան ասում ես, ես Ադրբեջանի սահման չունեմ։ Մենք ունենք պատասխանատվություն սկզբունքի վերաբերյալ խորհրդային միության սահմանները, բայց որոնք են դրանք չունեն։ Բանտեղ ռուսն ասում անգեջ ջան 26-ի սահման կարար դատապարտեր Ադրբեջանի ենթադրենք հարձակումը Հայաստանի վրա։ Գոնե դատապարտեր։ Իր դաշնակիցն է ռազմավարական։ Դատապարտել է։ Ասել պետք է կասեցվի եւ վերադարձեք դիրքերը։ Սեպտեմբերյան հարձակումը կասեցվել է Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների անմիջական ջանքերով։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգները Ռուսաստան։ Այո։ Միասին են կայացվել։ Այստեղ այդ օրերին այստեղ եկավ Նենսի Փելոսին, չէ՞ հիշում։ Հիշում եմ, ինչպես չեմ հիշում։ Խոսնակ։ Բա Ռուսաստանն էլ հայտարարեց, չէ՞։ Պարոն Բագրատյան, մի հատ եկեք հասկանանք նաեւ քանի որ շատ հարցեր կան, էլի, ձեզ էլ ամենուր ես չեմ կարող հյուրընկալել։ Մենք անկլավների խնդիր ունենք այսօր դրված մեր առջև։ Այո։ Գիտեք, որ պետական եւ այլ խողովակները միշտ հերքում են։ Նույնը սահմանադրության այսպես ասած բարեփոխումների պահանջներին հերքում Ադրբեջանը, որ նման պահանջ չունի, հիմա հերքում են ընդհանրապես ադրբեջանցիների վերադարձի, միգուցե 300,000 չի, բայց 100,000-ի մասին հաստատ խոսում են ադրբեջանցիները։ Ինչ սպասել ընտրությունից հետո, եթե ընտրվում է Փաշինյանը։ Նախ ասեմ, որ տեղի կունենա 3 անկլավի տրամադրում Ադրբեջանին։ Քյարքին 14-40 կիլոմետր կամ Տիգրանաշենը եւ Սոֆլուն ու Բարխուդարլուն, որոնք երբեք ադրբեջանական չեն եղել։ Երբեք չկա թուղթ, որ այդ տարածքը տրվել է Ադրբեջանին։ Չկա։ Բա ո՞նց են տալիս։ Հա։ Բա ինչպես են տալի, ինչի հիման վրա են տալիս։ Դու Նիկոլ Փաշինյանն հարցում չես տալիս։ Պարզապես տեղի ունեցել հետեւյալը, այսպես կոչված քյարքին, որը դեռևս 1926 թվականի մարտահամարով որպես հայկական բնակավայր գրանցված կա այդ մարտահամարը։ Այո, այնտեղ ադրբեջանցիներ ապրում են։ Այդ Սպարկ օպերացիան Ադրբեջանի մտել այդտեղ սկսել է սպասարկել, քանի որ գյուղի հետևից ճանապարհ կար։ Սարով ճանապարհ կա։ Գյուղի հետևի կողմը դեպի Նախճեվան բլուր է, այդ բլուրի կողքով ճանապարհ կա։ Ինչ որ հատուկ անուններ ունի ճանապարհը։ 88-ին երբ որ սահմանագծումն արեպրծել են, երկու կողմը ֆիքսել են, որ փաստաթուղթ չկա, որ այդ տարածքը այդ գյուղը տվել են Ադրբեջանին, ընդհակառակը եւ 26 թվին եւ 31 թվի պրոտոկոլներով այդ գյուղը մեր տարածքում է։ Արդեն 57 թվականի մարտահամարը Քյարքի գյուղ անում է իբրև ադրբեջանական նախճեվանական գյուղ։ Ինչ վերում է Սոխլուն ու Բախրուդարլուն, այդտեղ բնակավայրեր չեն եղել։ Մի դեպքում այդտեղ մի ադրբեջանցի կին երեխան թոկախտով հիվանդ էր 60-ական թվերին, բերել է այդ երեխան բերել է, որ այնտեղ քանի որ լավ Իջևանի այդ հատվածում փշատերև անտառներ են, որոնք որտեղ թոքերի համար լավ են։ Բերել է այդտեղ մի քանի հոգի եկել են ապրելու, Բախրուդարլուն էլ եղել է կայարան, որ ադրբեջանական կայարան ա եղել, բայց հողը մենք ենք տվել, որովհետև մինչև Երևան, Հրազդան, Իջևան երկաթգիծը կառուցելը, որ տեղի ունեցավ 70-ական թվականներին, Իջևանից կարելի էր գնացքով չէր կարելի Երևան գալ, բայց գնացքով կարելի էր Բաքու գնալ։ Այդտեղ կառուցել են փոքրիկ կայարան, Բարխուդարլու կայարան, որ ադրբեջանացիք ընդունեն, որը Իջևան քաղաքից հյուսիս է դեպի սահմանը։ Բայց այդ հող հատկացնելու վերաբերյալ թղթեր չկան։ Մենք ենք կառուցել, հայկական տուֆից, դեղին տուֆից կառուցած կայարան է։ Այս բոլորը այդ կոմիսիան, որը սկսել աշխատել 84 թվականին, 88-ին ավարտել է։ Ադրբեջանը այդ փաստերն ընդունել է։
Եվ կա, հա, այդ երեքն իրար հետ կազմում է 34 քառակուսի կիլոմետր։ Եվ կա Արցվաշենը, որը 76 քառակուսի կիլոմետր, հիմա դարձել են 41 քառակուսի կիլոմետր Ադրբեջանի տարածքում։ Ես կարծում եմ, որ այս խնդիրները կան, Ադրբեջանին միանշանակ, հիմա որ ասեմ, կասեք, հիմա կասեն, կգրենք ասեն Ադրբեջանին ինքը խելք է սովորացնում, ես չեմ ասում էլ։ Չեմ ասում էլ, իսկականից չեմ ասում։ Լավ, Այս բոլորը շայկեն կկանգնի դատարան ամսի 7-ից հետո նոր խոսենք։ Այս շայկեն որ կա։ Նիկոլ Փաշյանի գլխավորությամբ։ Պարոն Բագրատյան, Այս որ sense բամբասանքներ են տարածում, այտենց հերյուրանքներ իրաց մամուլով եւ այլ եւ այլ։ Հիմա ես որ ասեմ ինչ կլինի Արցվաշենի հետ, կասի հուշում Ադրբեջանի հետ։ եկեք չհուշենք։ Եկեք չհուշենք, լավ, հա։ Հուշել իրենց։ Հա, բայց կա Արցվաշենը, որը իդեպ անկլավ չի եղել։ Կողքերը կտրտել են, ի վերջո անկլավ է դարձել։ Հա, մենք որ նայում ենք քարտեզում, այստեղ է կարծում այդ նշված է այդպես բանով, այտենց մնացել է հնուց։ Պարոն Բագրատյան, իսկ ադրբեջանցիների վերադարձ կա դրված սեղանին։ Ադրբեջանցիների վերադարձ ո՞ց կարող է լինել։ Ադրբեջանցիները 1979 թվականին Հայաստանի Հանրապետությունում ապրում էր 165,000 ադրբեջանցի։ Սա 3,400,000-ից։ Եթե նայեք, պետք է կազմի 5%։ Իսկ արդեն 1989 թվի մարտի համարով դեռ սովետական միությունը կար, ապրում էր 88,000 ադրբեջանցի։ Այդ նույն ժամանակ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի հետ միասին հաշված ապրում էր համապատասխանաբար 560,000 եւ 430,000 հայ։ Ինչի հիման վրա ադրբեջանցին պիտի գա, այսինքն այդ 160,000-ը հետ գա կամ 88,000-ը, այդ դեպքում 530,000-ը պիտի հետ գնա։ Այդ հարցը չեն դնում իրենք։ Ով կողմը, հայկական կողմը։ Չեն դնում, ես էլ եկել եմ ձեզ մոտ, վասլո ինչի չի դնում։ Եկել եմ ասեմ ժողովուրդ մի ընտրեք, թե չէ քրակի մեջ կընկնեք։ Հայկական կողմը այսօր շատ վիճում է 300,000 թվի շուրջը։ Հասկացնել տալով, որ դեմ չի, որ խոստում տվել է ինքը, որ ադրբեջանցիները վերադարձ կլինի, իսկ հայերի դեպի Ադրբեջան չի լինի։ Այո։ Այո, սա հասկանալի է։ Սա մենք եւ դուք Դա հասկանալի։ իրենք խորամանկում են, ասում են դե ով է ուզում գնա Ադրբեջանում ապրի։ Բոլորը։ Ադրբեջանցիները ուզում։ Բոլորը, սախսու ի՞նչն է խորամանկում։ Բոլորը։ Մի հատ Բաքվեցի չկա, որ չուզենա այդ Բաքվի կենտրոնում իր բնակարանը հետ ստանա։ Որը անհնար է։ Ինչի։ Ով պիտի տա իրեն։ Իսկ այդ ինչի մենք ադրբեջանցին կընտրունենք կտանք։ Ասեմ ոնց, որովհետև իրենք վճարելու են այդ բոլոր գումարները։ Մենք էլ իրանց համար կվճարենք։ Կվճարենք։ Այո։ Ինչ նշանակում վճարելու են։ Այս ազգն նստում է, ասում է ողբանք։ Բարեբախտաբար գնալով ավելի քիչ մաս ասում է կբերեն փող կտան, առևտուր կանեն, կգան մեր հետ որոշ լկտիներ, նույնիսկ ասում են կգան մեր հետ սեռական հարաբերություններ կունենան։ Էդ էլ կա։ Էդ էլ կա։ Թուրքերի հետ շատ էլ լավ էինք։ Առանց իրենց հաշիվ տալու, ինչ են խոսում։ Բարեբախտաբար չնչին փոքրամասնությունն է այդպեսին։ Բայց այդ տեղերում կան, ասում են, խանութը չի աշխատում են օրը մի հատ գյուղացիներ ասում, չասեմ էլ որ ռայոն որ շրջան, չասեմ, թե չէ թուրքերը տեղը գան գտնեն։ Ախպեջան ասում է, օրական այս խանութը շատ ես անում եմ 25-26000 դրամ առևտուր, ես հաշվել եմ 50,000-ից պակաս չի լինի առևտուրս խանութի։ Հետո ինչ է խոսում։ Կան նման կարգի ստահակներ կան, դա քիչ է։ 1%, 0.5%, 1.5% չգիտեմ։ Բայց այս ստահակները հիմա առանձնապես իշխանությունը փոխանակ դրանց բերանը փակի, ընդհակառակ դրանց բերանը լեզու է դնում։ Պարոն Բագրատյան, ելի մի հարց կա, որ ինձ թվում է դուք ամենալավը դուք կիմանաք այդ հարցի պատասխանը։ Երկաթ գիծը, որը եղել է ժամանակին Մեղրիի Բաքվից եկող դեպի Ղափան, Մեղրիով, հա, Մեղրիով է եկել։ Հիմա որ ուզում են վերականգնել, մի կողմ թողնենք քաղաքական կոմպոնենտը, դա նախ հիմա դա արդյոք պատկանում է Ռուսաստանին, եթե նորը սարքվի, եւ երկրորդ ադրբեջանական կողմը բազմիցս տարբեր խողովակներով ասել է, որ ինչ Ռուսաստան, դա մերն է, մենք խորհրդային տարիներից մենք ենք այդ կառավարումը մեզ է հանձնվածել, որտեղ եղել է Մոսկվայում մի դեպարտամենտ եւ մասնաճյուղը Հարավային Կովկասի կամ Անդրկովկասյան ժամանակ եղել է Բաքվում, դա ճիշտ է։ Ոչ, եղել է Թբիլիսիում։ Թբիլիսիում է եղել։ Թբիլիսիում։ Այո, դա այդպես է։ Սովետական երկաթգծի Իսկ այդ հատվածը կարող է իրենք են Հարավ-Կովկասյան երկաթգիծը այն կառավարում էր Թբիլիսից։ Հարավ-Կովկասյան թե Անդրկովկասյան ժամանակ եւ ավելի շատ Զակավկասյան։ Անդրկովկասյան։ Չգիտեմ, կարող է նա ինչ որ ժամանակ դրա օֆիսները եղել են նաեւ Բաքվում, բայց դա ինչ կապ ունի։ Դա սովետ դա միութենական ենթակայության նախարարություն էր երկաթուղիները, Մոսկվային էր պատկանում։ Հիմա իր ներկայացուցիչը Բաքվում էր նստում, մեկ-մեկ գնում էր Թբիլիս ամառանոցում հանգստանում էր, դա ինչ հարց է։ Այսինքն դա էլի Ադրբեջանը մեր հետ միասին, ձեր խոնարհ ծառայի հետ միասին ստորագրել է թուղթ, որ խորհրդային միության անկումից հետո 91 թվականին
ամեն մարդ ով ինչ ունի մնում է իր տարածքում։ Ասենք ես հիշում եմ, որ մեզ մնաց 5700 վագոն։ Այնտեղ չորոշեցինք, որ Ադրբեջանին պիտի տանք։ Այո, այսինքն Ադրբեջանը մնաց իրեն։ Դա հիմարություն է Ադրբեջանն ասում։ Ինչ վերաբերում է այդ հատվածին։ Նախ ասեմ, դա նորը չեն կառուցում, դա հիմնական կառույցը կառուցվել է։ Դա ցարական Ռուսաստանն է կառուցել, խորհրդային միությունում են կառուցել, ինչպես նաև այս հին երկաթգիծը դեպի Թիֆլիս գնաց Ստեփանավան, այնտեղ կիլոմետրերով թունելներ են, ժայռերի մեջ փորած։ Այդ մենակ հզոր պետությունը կարող է այդպես բան կառուցել։ Այդ պալատոն կա, պարզապես պետք է պալատոն գցել։ Հիմա որ գցեցին այդ պալատոն ձեր ասած, դա պատկանելու է ՌԺԴ-ին, թե չի պատկանելու։ Այսօր նա ՌԺԴ-ինն է։ Այսօր դա ինչպես են տրիպը կառուցելու, եթե դա ռուսական։ Լսեք, դուք ՌԺԴ-ին ոնց որ ձեր բնակարանը տվել եք վարձով։ Բայց հետո գալիս եք ասում եք, գիտեք, ես բնակարանի մեջ մի հատ ուզում եմ բան կառուցեմ, կամին կառուցեմ։ Գիտեք ինչ եմ ասում, ոչ թե այդ տրամաբանությունն է, որ ձեր ասածը պարզ է, բայց ասում եմ, որ այն ինչ որ կառուցված չի, քանի որ այդտեղ չկա այդ հատվածը, դե տարել են թե թալանել են, չգիտեմ, բայց չկա փաստացի ռելսեր չկա։ Եթե հիմա դա նորը դրվի, դա չի պատկանալու ՌԺԴ-ին։ Նորը ով է դնում։ Սեփականատերն ով է նոր դնողի։ ՌԺԴ-ն ասում է ես կդնեմ, ինչ եք ուզում։ Այսինքն օպերատորը ՌԺԴ-ն է մնում։ Հա, ես կդնեմ, ինչ եք ուզում ինձնից։ Բայց ինչպես են տրիպ անելու, ամերիկյա ռուսական այդպես։ Բայց ստորագրելուց առաջ տրիպը որ գնացիր Վաշինգտոն ստորագրել Փաշինյան, օգոստոսի 7-ին որ ստորագրել, մի հատ մտածեիր, էլի, թե ուղղակի չկար այդքան ինֆորմացիա, որ դա հանձնված է ՌԺԴ-ին։ Դու ՌԺԴ-ի տարածքի վրա երկաթգիծ ես տրիպ ես դրել։ Տրիպի մասին ինչ կասեք, պարոն Բագրատյան։ Չպետք է տրիպը։ Չպետք է լինի, թե Այո, չի լինելու։ չպետք է լինի։ Չէ, այսինքն դուք չեք ցանկանում, թե ինքը չի լինելու անկամ։ Ուրեմն, չէ, տրիպը կարող է լինել, եթե այդտեղ մասնակցի նաև Ռուսաստանը։ Եթե երաշխիքներ ունենա նաև Իրանը։ Այս պարզ է։ Այսօր արդեն Իրանը հստակ այս հարցը դնում։ Մանավանդ այս պատերազմից հետո, որ այդտեղ Իրանը հաղթեց։ Դու գնում ես դավաճանաբար։ Դա այլ բառով դժվար է բնորոշել։ Օգոստոսի 8-ին ստորագրում ես մի թուղթ, որը վերաբերում է մի տարածքին, որը դու վարձակալությամբ ես հանձնել։ Իդեպ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա, դուրս չգա, Ռուսաստանը այդ հատվածը չի տալու։ Դրա համար պետք է կարդալ Լենինի նամակը չի չերին։ Կարծում եք Հայաստանը դուրս է գալու ԵԱՏՄ-ից, ինչու Պուտինը այդպես հայտարարություն արեց։ Պուտինը հայտարարեց նրան, որ հայ ժողովուրդն իմանա, եթե մնում է Նիկոլը, Պուտինն ինքը Հայաստանը կվռնդի ԵԱՏՄ-ից, իրան պետք էլ չի։ Որ հայ ժողովուրդը դա իմանա ընտրություններից առաջ։ Եթե իրականում ստացվում որ հունիսի 7-ին եթե հանգարտ դուք Նիկոլին ընտրեք, կստանաք պատերազմ։ Պատերազմ Այդ դեպքում կլինի պատերազմ, ոչ թե կողմից։ Հա? Ադրբեջանի կողմից։ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, որտեվ բայց իրանք ամեն ստանում են, ինչի պիտի պատերազմ, եթե ամեն ինչ ստանում են։ ինչ, օ, Ադրբեջանցի։ Նրանք ինչի պիտի այսօր քննարկեն Սյունիք, Երկաթգիծ, Ռուսաստան, հենա կմտնեն կվերցնեն, նրանց երազանքը դա է։ Այսօր Երկաթգիծ են ասում գցենք։ Երկաթգիծը Ռուսաստանն ասում է, ախպեր երկաթգիծ եք ուզում, բերեք պալատոն գցեմ։ Ես ասեմ ինքնարժեքն ինչքան է, բերենք իրարի սմետանային գցեն։ Իմ ունեցվածքը խեք իմ ձեռից վերցում։ Հայաստանը ունի նման լիազորություն, ասենք այդ ձեր ասած վարձակալությամբ տալը կասեցնի ինչ որ օրենքով կամ որոշմամբ։ Չէ, Հայաստանը պետք է ազգայնացնի։ Հայաստանը այսօր պետք է ՌԺԴ-ն ազգայնացնի, ինչպես մոտ առպես վարվեց էլեկտրոցանցերի հետ, հեծի հետ։ Դե թե անի այդ դեպքում խնդիր չի լինի ուրեմն ռուսական ներկայության։ Թողնի, հա, բայց ռուսները ինչ ռեակցիա կտան։ Իսկ այդ ղազախական թեման դա ինչ էր, այդ բայկա էր, այսինքն ուղղակի տենց Նիկոլի հերթական բայկան էր, ինչ Ղազախստան, ինչ բան, այսինքն ել ավելի ինքը բանի վրա բանա ցանում, դու ասա աղա ցանում վերքի վրա։ Իբր Ղազախստանը գար մեզ փրկեր էլի։ Պարոն Բագրատյան, վերջին հարցը ընտրությունները, թեև արդեն ձեր մոտավոր վերլուծությունի մոտավոր պատկերացում ինչ եք պատասխանելու, բայց ինչ կանխատեսում ունեք։ Ընդդիմությունը ընդհանրապես չի միավորվում։ Անես չեմ սիրում որ ասում են թեև արդեն գիտեմ, եթե գիտես մի հարցը։ Չէ, ես հերոսադիտողի համար եմ ուզում, ես ենթադրում եմ, որովհետև մոտավորապես հասկացա ձեր մտքերից, թե դուք ինչպես եք տեսնում, համենայն դեպս լավ կլինի որ բարձրաձայնեք ուրիշներն։ Հունիսի 7-ի արդյունքում ժողովուրդ Նիկոլ Փաշինյանը իշխանության չպետք է լինի։ Եթե ուզում եք ապրել, շարունակել գոյատևել։ Ուզում եք Հայաստանը Ուկրաինա դառնա, ավերվի, քանդվի, կրակվի Թուրքիայի կողմից եւ այլն։ Այդ դեպքում ուրեմն կարող եք ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Դուք ոչ 8 տարի կառավարել, ոչ մի տնտեսական զարգացման չեք հասել, անդադ խափում է, թվերը սուտ է խոսում։
Ես ցավում եմ, որ այսօր դուք ինձ այդ թվերը չտվեցիք, ես հատ կպատասխանեմ։ Ասեք, ի՞նչ թվեր։ Ես դեռ այդ որ սուտի վրա աճ ա եղել, էս ա եղել, այս սուտ բաները, չգիտեմ էս եմ արել, թոշակառուն լավ ապրում, սա սուտ ասում։ Հա։ Այս մարդը հանձնել է Ղարաբաղը կամ այդ հեքիաթ, այդ բայկան, որ ասում է հանձնել են Ղարաբաղը, բայց ստացել ենք Հայաստան։ Իբր թե Հայաստան չկար էլի։ Հա, որ Այդ ինչ ասելու բան ես ասում։ Այդ ում ես խափում, այ ընկեր։ Մի խոսքով։ Այնպես որ հունիսի 7-ին գնացեք ու ուզում եք ընտրեք Նիկոլ Մենակ մի ընտրեք։ ձեր միտքը ճիշտ հասկացա, եթե ուզում եք պատերազմ լինի, ընտրեք Փաշինյանին։ Այո։ Եթե ուզում եք պատերազմ լինի ու Հայաստանը դառնա Խերսոնի, Հալեպի կամ չգիտեմ այնտեղ բանի պես բնակավայր անի ավերակ, ապա ընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Բագրատյան, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ նաև բարեկամներ, որ հետևեցիք մեր քննարկմանը, հաջողություն ձեզ։